Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող պաղեստինցիների ճամբարին։ 13 մարդ զոհվել է, վիրավորներ կան։ Պաղեստինցիներն անգամ օտար հողում Իսրայելի թիրախում են։ Գիշերը պաղեստինցի փախստականների Սայդա քաղաքի մզկիթի մոտ գտնվող Այն էլ-Հիլվե ճամբարին են հարվածել իսրայելական ուժերը։ Մոտ 80,000 մարդ տեղավորած ճամբարում գիշերը միշտ մարդաշատ է լինում։ Իսրայելի պաշտպանության ուժերը պնդում են, որ թիրախը Համասի ահաբեկիչներն են եղել, որոնք օգտագործել են ճամբարը Իսրայելի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հարվածից առաջ օդային դիտարկումներ, լրացուցիչ հետախուզություն է անցկացվել։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը նվազեցնելու համար ճշգրիտ զինամթերք է կիրառվել։ Համասը հերքել է հրեական պետության մեղադրանքներն ու դատապարտել դաժան հարձակումը։ Համասի զինյալները վստահեցնում են, Լիբանանի պաղեստինյան ճամբարում ռազմական օբյեկտներ չկան։ Իսրայել-Համաս հարաբերությունները լարված են նաև Հորդանանի արևմտյան ափին։ Բեթղեհեմից հարավ Գուշ Էձիոն խաչմերուկում 4 իսրայելցի է դանակահարվել։ Նրանցից մեկը մահացել է։ Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունները պնդում են, որ հրեաների վրա պաղեստինցի դեռահասներ են հարձակվել։ Իրենց խոսքով 2 ահաբեկիչ է վնասազերծվել։ Համասը հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել, բայց հայտարարել է, թե ժողովրդի, հողի, սրբավայրերի նկատմամբ իսրայելական ագրեսիան անխուսափելիորեն այդպիսի վերջաբաներ ունենալու։ Մարիամ Ամիրջանյան, Էլենի Ահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։